Ձեր որդին կանչել են վարչական հավաքին եւ բացվել է որ նա ինքը ստացել է պատասխանը։ Իմ որդին պատերազմ անցած է, Վազգենի մասին է խոսքը։ Պատական չէ, տանը որ դրել եմ։ Եվ պատական չէ, որ ինքը ծնվել է եւ ինքը պետքա այդպես էլ շարժվեր։ Ինքը 44 օրյա պատերազմի ինչը վերջորը մասնակցած հայորդի է, իմ տղան։ Հիմա ես հպարտանում եմ։ Դուք ինչ ասեք կարա գրեն 168 ժամը լուսեք ուշադիր։ Պարզա չէ որ պատերազմ անցած տղան ինքը չի կարա խուսափի, եթե առաջարկը լինի, բայց առաջարկից հետո գնում է բուժզնություն։ Դրանից ամիսներ առաջ իմ տղան շատ ծանր վիրահատություն ա տարել ուսահոդի, շատ ծանր։ Երբ որ հաջորդ առաջարկը կլինի պաշտոնական գերատեսչության, ինքը նորից կանցնի բուժզնություն եւ եթե ամեն ինչ նորմալ է, ինքը անպայման կգնա այդ հավաքներին։ Մի կասկածեք։ Մի գնգեք 168-ի ջրերը, Տիկին Խաչատրյան։ Տիկին Սաթենիկ Սերյանյանը վաղուց վառված Անդրանիկ Քոչյանից, խնդրեմ։ Ուրիշ։ Պարոն Քոչարյան, Սահմանադրական դատարանի որոշումից ինչ սպասել եք։ Ես Վահագ Հովակիմյանից լավ սպասելիքներ ունեմ։ Ես համարում եմ իրեն ինձ ընկեր։ Իր այդ ճանապարհը եմ անցել նաև մարտի 1-ի դեպքերը ուսումնասիրության ընթացքում, բարձր եմ գնահատում իր ազնվությունը։ Բացառիկ ազնիվ անձնավորություն է Վահագը։ Եվ ես կարծում եմ, որ ինքը, եթե կան թերություններ, դրանք տեխնիկական են։ Սահմանադրական դատարանը այդ ամենը պետք է հաշվի առնելով կայացնի իմաստուն որոշում։ Իրավական, ընդ որում իրավական։ Պարոն Քոչյան, քանի որ հավաքակիցների հետ կապված օրինակ ընդդիմադիրներն են ասում են, որ մի անձ, ով եղել է ԿՊ հիմնադիր անդամ, խմբակցության պատգամավոր, չի կարող արդար անուններով խոսել։ Ով այդ ընդդիմադիրը։ Մի հատ մեկյանը, մենակ չասեք փաստաբան Վարդևան։ Ինքը ամենտեղ պատտվել է եւ այսօր ամենաբարձր վարձատրվող փաստաբանն է Հայաստանի Հանրապետությունում։ Եկեք ուրիշ դաշտից խոսենք։ Վահագ Հովակիմյանը ներկայացրել է այն պահանջները, ինչ որ ներկայացրել Սահմանադրական դատարանը, կարծեմ այսօր կամ վաղը վերջի օրն է, որոշումը կայացնի, բնականաբար դուք ստանաք ձեր հրահանգը, ինչպես տորպեդահարեք այդ որոշումը, բայց մենք շարժվենք, ստանանք։ Լավ, ես երեք չեմ ծնվել էլի։ Մոռանում եք, որ ես իրականում դուք իմ հետ որոշեցիք շփվեք։ ես հակադարձում եմ ձեր ասածին, չեք հրանգավոր։ Լրագրողների հրահանգ չեն ստանում։ Ձերը շփվելու համար ոչ։ Ոչ, մեզ հետ շփվելու համար չընդհանրապես ձեր կարծիք արտահայտելու։ Մենք քաղաքական միավոր ենք։ Իշխանության մեծամասնությունը ստացած ժողովրդի քվեով միավոր ենք։ Բնականաբար հարցերը քննարկվում են ձեր հրահանգավորումը մի քիչ եմ համար տարօրինակ։ Հատկապես մամուլի տեսությունը, որ դուք եք կարդում։ Իմ մասը առանձին կուղարկես նոր կարդես։